Սննդի եւ առողջության մասին ապատեղեկատվությունը լի է։ Ոմանք հավատում են, որ առավոտյան կիտրոնահյութը կարող է նվազեցնել քաշը, մյուսները համոզված են, որ 6-ից հետո ուտելը մեղք է։ Եթե մի պահ կանգ առնենք ու լռենք, ապա համատարած աղմուկի մեջ կարող ենք լսել գիտության ձայնը, որը երբեմն բարձր է, բայց շատ հաճախ ավելի քիչ լսելի է։ Այդ ձայնը լսելու համար հարկավոր է մի փոքր համբերություն, դասավորված միտք, քննադատական մոտեցում։ Ես ինքս իմ համար շատ վաղուց որոշել եմ, որ իմ եւ իմ ընտանիքի համար ամենաանվտանգ եւ առողջարար մոտեցումը գիտությանը հավատալն է։ Եթե դուք էլ նույնպես կարծում եք, որ հարկավոր է վստահել միայն հավաստի աղբյուրներին, ապա դիտեք այս հոլովակը մինչև վերջ։ Բաժանորդագրվեք եւ հավանեք, որ ավելի շատ մարդիկ տեսնեն եւ չհավատան մոլերեցնող միֆերին եւ վտանգի տակ չդնեն իրենց առողջությունը։ Եվ այսպես նոն-ստոպ տարածված միֆեր սննդի եւ առողջության մասին։ Գնացինք։ Ռաֆինացված ձեթերը թույն են։ Ռաֆինացված ձեթերի մասին այս պնդումները բացարձակ չեն համապատասխանում իրականությանը։ Այս թեմայով կան հարուստ հետազոտություններ, չափավոր օգտագործելու պարագայում չկան ռիսկեր։ Վերջին մետավերլուծություններից մեկն այս թեմայով, որն ընդգրկում է 48 ուսումնասիրություն, որևէ ռիսկ դուրս չի բերել։ Էնպես որ թույն են ոչ թե ձեթերը, այլ այս տեսակ վերնագրերը։ Ավելին, չրաֆինացված ձեթերը տաքացնելիս ավելի մեծ ռիսկեր են առաջացնում։ Հիշեք, օգտագործում ենք չրաֆինացվածը հում վիճակում, աղցանների մեջ, իսկ եփելուց օգտագործում ենք բարձր ծխման կետի ձեթեր։ Ահա հյուսակը։ Առհասարակ ձեթի մասին կարելի առանձին տեսանյութ նկարահանել, ինչ կարծիքի եք։ Իդեպ կարագը եւ յուղը նույնպես կարելի է օգտագործել եփելուց։ Այլ հարց է, որ դրանք պարունակում են հագեցած ճարպեր եւ պետք է սահմանափակել խոլեստերինի պատճառով, որովհետեւ խոլեստերինի վատ ազդեցությունը հնարավոր չէ գերագնահատել։ Իսկ դրանց բուժման համար բժշկագիտությունը առաջարկում է դեղորայք, որից հանրությունը իհարկե շատ է վախենում։ Հիմա ամենամեծ միֆի մասին։ Դիետոլոգի տանը միշտ պատրաստի առողջ սնունդ կա եւ դիետոլոգը միշտ առողջարար է սնվում եւ ամեն ինչ հասցնում է։ Սա իրոք որ ամենամեծ միֆն էր։ Շատ հաճախ չեմ հասցնում գնումներ կատարել եւ ավելի հաճախ մտածում եմ այդ չարաբաստիկ հարցի շուրջ. ինչ պատրաստել այսօր։ Այս հարցը հեշտացրել եմ, քանի որ ստանում եմ մաստրոբոքսեր, խնայում եմ հսկայական ժամանակ պլանավորման, գնումների վրա, թողնում եմ միայն պատրաստելն ու վայելելը։ Բաժանորդագրվեք Maestro-ին Lydia 25 պրոմոկոդով եւ առաջին պատվերի համար կստանաք 25% զեղչ։ Ասում են ստատինները վնասում են լյարդը։ Ահա այս ուղեցույցը հաստատում է, որ լյարդի վնասումը կարող է դիտվել միայն 1%-ի մոտ եւ այդ 1%-ի մեծ մասը վերականգնվող վնասներ են եւ որպես կանոն չեն դառնում դեղի ընդունումը դադարեցնելու պատճառ։ Մարդիկ խուսափում են ստատիններ խմելուց, բայց այդքան չեն անհանգստանում լյարդի համար, երբ ունեն ճարպակալում։ Այնինչ ճարպակալման ժամանակ լյարդի ախտահարումը շատ մեծ խնդիր է եւ կարող է հանգեցնել անգամ լյարդի ցիրոզի։ Կամ առանց հասկանալու օգտագործում են բիոակտիվ հավելումների փնջեր, որոնց ազդեցությունը լյարդի վրա տարեցտարի հաստատվում են հետազոտություններով։ Կամ մի հսկայական նախագիծ Liver Talks։ Իրենց կայքում հավաքագրում են լյարդի վրա ազդեցություն ունեցող նյութերը հիվանդությունների կանխարգելման համար։ Այստեղ իրենց պատվավոր տեղն ունեն տարբեր հայտնի նիհարեցնող միջոցներ, թեյեր, բիոակտիվ հավելումների մի մեծ խումբ եւ այլն։ Հաստատ լսած կլինեք այսպիսի խոսակցություն. ես սկսեցի քաշ հավաքել հորմոնալ խնդիրներից հետո, կամ բժիշկը հորմոնալ թերապիա է նշանակել, բայց վաղ կա, որ քաշ կհավաքեմ։ Մեծահասակների մոտ ճարպակալման պատճառների ընդամենը 3%-ն է բաժին ընկնում հորմոններին։ Այս 3%-ը իհարկե չենք կարող անտեսել։ Դրանցից են գլյուկոկորտիկոիդները։ Սրանք հզոր հակաբորբոքային պրեպարատներ են, որոնք նշանակվում են ծանր խնդիրների ժամանակ, եւ այս պարագայում քաշ ավելացնելու հանգամանքը չի կարող համեմատվել այն խնդրի հետ, որի պատճառով նշանակվում է պրեպարատը։ Հիպոթիրեոզը, վահանաձև կեղծի խնդիրները իհարկե կարող են լինել շատ չնչին քաշ հավաքելու պատճառ, օրինակ մինչև 5 կիլոգրամ, որն ավելի շատ պայմանավորված է այտուցով եւ հեշտ կառավարվում է բուժման ընթացքում։
Շատ հաճախ կորտիզոլն են կապում քաշի ավելացման հետ եւ պատճառները փնտրելիս կորտիզոլն են ստուգում արյան մեջ, ինչը բացարձակ անիմաստ հետազոտություն է, եթե չի արվում Կուշինգի հիվանդությունը հերքելու համար։ Կուշինգը նույնպես շատ ծանր հիվանդություն է, որի ժամանակ քաշի ավելացումը կարևորությամբ հաստատ առաջին հորիզոնականում չէ։ Եթե օրինակ վերջին 5 տարում դուք ապրում եք ավելորդ քաշով եւ չունեք այլ ախտանիշներ, ապա այդ ավելորդ քաշը չի կարող լինել հորմոնների պատճառով։ Հակառակ դեպքում դուք անպայման շատ արագ կունենայիք այլ ախտանիշներ, իսկ այ հակառակը կարող է լինել քրոնիկ ճարպակալումը կարող է առաջացնել հորմոնալ խանգարումներ, օրինակ բոլորիս հայտնի ինսուլինային ռեզիստենտականությունը, որը հետևանք է, ոչ թե պատճառ։ Միանգամից ասեմ, որ հաց ուտելու ժամանակ ոչ ոք չի արգելել ջուր խմել։ Այս թեմայի մեջ խորանալ, տարբեր բացատրություններ եւ ապացույցներ բերելու կարիք չեմ տեսնում։ Պարզապես խմեք ջուր երբ ուզում եք եւ ինչքան ուզում եք։ Վերջ։ Ասեմ նաեւ, որ ջուրը առավոտյան նույնիսկ կիտրոնի հետ չի կարող նիհարեցնել, բայց սա շատ լավ եւ անշարժ միֆ է, քանի որ այն նպաստում է շատ ջուր խմելուն։ Բայց կարող ենք բացապարզել, թե ինչու է տարածվում այս միֆը, որովհետև շատերի մոտ կարող է նկատվել քաշի նվազեցում ջուրը շատացնելուց։ Կա երկու բացատրություն։ Ջուրը կարող ենք խմել սննդի փոխարեն, այսինքն կալորիաների դեֆիցիտ ենք առաջացնում։ Եվ երկրորդ, շատ ջուրը նպաստում է այտուցի նվազեցմանը, ինչը կշեռքի թվերը կարող է փոխել։ Կաթնամթերքի մասին մշտապես խոսելու եմ։ Այստեղ միֆերը շատ են նաև կիսաճշմարտությունները։ Այսօր խոսենք լակտոզի մասին։ Առաջին ամենակարևոր հանգամանքը, եթե կա կասկած, որ դուք ունեք լակտոզ անտանելիություն, ապա հիշեք, որ դրա ախտորոշման ոսկե ստանդարտը շնչառական տեստն է, ոչ թե գենետիկ հետազոտությունը։ Հայաստանում այդ հետազոտությունը կարող է անցնել օրինակ գաստրոկլինիկայում։ Լակտոզ անտանելիությունը հիվանդություն չէ, ճիշտ կառավարելու դեպքում անհարմարությունից բացի ոչ մի հետևանքներ չի կարող ունենալ։ Լակտոզ անտանելիությունը ալերգիա չէ։ Լակտոզ անտանելիությունը ֆերմենտային խնդիր է, ալերգիան իմունային ռեակցիա է։ Լակտոզ անտանելիության ժամանակ չպետք է իսպառ հրաժարվել կաթնամթերքից։ Կան լակտոզ ֆրի արտադրանքներ, որոնք կարելի է եւ պետք է օգտագործել։ Ես խորհուրդ եմ տալիս օգտագործել Պանացեայի արտադրանքը։ Պանացեան ձեզ համար ունի արդեն մի քանի տեսակ առանց լակտոզ մթերք։ Յոգուրտները, նաև գրանոլով տարբերակով, մածունը եւ կաթը։ Հետևեք Պանացեայի եւ իմ էջերին, այս թեմայով դեռ շատ նորություններ են լինելու։ Կանանչ թեյը նիհարացնում է, սև հացը նիհարացնում է, սպիտակ հացը գիրացնում է, չիայի սերմերը նիհարացնում են եւ այսպես շարունակ։ Այստեղ նույնպես շատ ասելիք չկա։ Չկան նիհարեցնող եւ գիրացնող մթերք։ Կարող ենք հանդիպել փոքր ծավալ եւ բարձր կալորիականություն ունեցող մթերք, որը չարաշահելը ավելի դյուրին է ստամոքսում տեղավորելու տեսանկյունից, կամ հակառակը մեծ ծավալ եւ ավելի քիչ էներգիա պարունակող մթերք, որը չարաշահելը բավականին դժվար է։ Սննդընդունման ժամերի հետ կապված ունենք տարածված մոլորություններ։ Ճիշտ է, որ ուտում ենք 3 անգամից ոչ քիչ, 5 անգամից ոչ ավել, եթե չկան հատուկ ցուցումներ։ Լավ կլինի, որ բաժանենք օրվա մեջ հավասարաչափ։ Թե նախաճաշով կսկսեք օրը, թե ուշ նախաճաշով կամ գուցե ճաշով, տարբերությունը մեծ չէ։ Քանի որ այս միֆերի մեծ մասն առանձնացրել եմ ձեր գրառումներից, մրգերը չեն դադարում թոփում լինել։ Մրգերի տեսանյութի հղումը այստեղ է, բայց կարճ հիշեցում, եթե չկան հստակ առողջական ցուցումներ, ապա կերեք, երբ ուզում եք։ Անհամատեղելի մթերքի մասին միֆերը տարածվում են հնագույն ժամանակներից։ Դրանց հիմքում ժամանակակից գիտությունը չէ, ինչպես տարածում են շատ մասնագետներ։ Հիմնականում պնդում են, որ սպիտակուցներն ու ածխաջրերն են անհամատեղելի։ Սրա այսպես կոչված հիմնադիրը Հերբերտ Հեյ անունով մի բժիշկ է, ով 1920 թվականին պնդում էր, որ սպիտակուցները մարսվում են թթվային միջավայրում, իսկ ածխաջրերը հիմնային, եւ եթե դրանք ուտում ենք միասին, մարսողական հյութերը միմյանց չեզոքացնում են, առաջացնում են խմորումներ եւ թունավորում։ Այս միֆը տարածվեց արևմուտքում ավելի շատ վեգանների եւ նատուրապատների շրջանում։ Ժամանակակից գիտությունն այս մասին այլ բան է ասում։ Մարդու մարսողական համակարգը կարողանում է շատ հանգիստ մարսել միաժամանակ տարբեր սննդատեսակներ։ Մարսողությունը փուլային է, սկսվում է բերանում, շարունակվում է ստամոքսում, հետո բարակ աղիքում։
Այս փուլերում արտազատվում են տարբեր ֆերմենտներ, օրինակ պեպսինը սպիտակուցների համար, ամիլազան ածխաջրերի համար, լիպազան ճարպերի։ Այս ֆերմենտները գործում են տարբեր հատվածներում եւ տարբեր pH միջավայրերում, առանց միմյանց խանգարելու։ Իհարկե, գիտությունն առանց ապացույցների չի պնդում, կամ բազմաթիվ հետազոտություններ, որ դրանց համատեղ օգտագործումը որևէ խնդիր չի առաջացնում օրգանիզմում։ Բաժանորդագրվեք իմ ալիքին, լայքեք եւ տարածեք։ Այսպես լրիվ անվճար դուք նպաստում եք ալիքի զարգացմանը։ Իսկ ալիքն ունի նպատակ հակադրել տարածվող ապատեղեկատվությանը ճշգրիտ եւ գիտահեն ինֆորմացիա։ Շարունակեք գրել տարածված միֆերը մեկնաբանությունում եւ ես մյուս տեսանյութերում անպայման կանդրադառնամ բոլորին։